Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Փաշինյան, դուք եւ ձեր թիմակիցները ընդդիմադիր ուժերին մեղադրում եք կաշառք բաժանելու մեջ, պնդում, որ կաշառք բաժանողները պետք է խստագույնս պատժվեն, բայց հիշեցնեմ 2017 թվականի Երևանի ավագան ընտրությունների ժամանակ դուք քաղաքացիներին խոստանում էիք, որ այն քաղաքացիները, որոնք կաշառք չեն վերցնի եւ ելք դաշինքի օգտին կքվեարկեն, ձեր հաղթանակի դեպքում Երևան քաղաքի բյուջեից 15,000 դրամ կստանան եւ պնդում եք, որ բյուջեն քաղաքացիների սեփականությունն է եւ նման հատկացումներ կարող են լինել։ Շատերը պնդում են, ինչ է ստացվում, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին կարելի է կաշառք բաժանել բյուջեից, իսկ վարչապետ Փաշինյանի հակառակորդներին ոչ, եւ եթե պնդեք, որ ձեր խոստացածը կաշառք չէր, կխնդրեմ պատասխանեք, ինչպես կարձագանքեք, եթե հիմա ընտրապայքարի դուրս եկած ուժերը մարդկանց խոստանան, եթե իրենց օգտին քվեարկեն, պետական բյուջեից գումար կստանան։ Դրանից հետո նրանք քանի ժամ ազատության մեջ կմնան եւ մյուս հարցս ճեպազրույցներից մեկում դուք նշեցիք, որ 44 օրյա պատերազմի մասին չկա մի բան, որ ժողովրդին հայտնի չէ։ Այնուամենայնիվ պատերազմից 5.5 տարի անցել եւ մեր բոլոր զոհերի անուն ազգանունները դեռ չեն հրապարակվել, ինչը մանիպուլյացիաների դաշտ է բացում եւ տարբեր շրջանակներ տարբեր թվեր են նշում 5000 զոհ, 4000 զոհ, մի առիթով էլ դուք պլյուս մինուսով մի թիվ նշեցիք եւ քննադատվեցիք եւ այսպես շարունակ։ Վերջին շրջանում ձեր թիմակիցները նշում են, որ զոհերի անունները հրապարակվել են Զինապահ հիմնադրամի կայքում, սակայն այսօր առավոտյան ես եւս մեկ անգամ այդ կայքը ուսումնասիրեցի եւ այնտեղ գտա 3251 զոհվածի անուն, ու եթե հաշվի առնենք ՔԿ-ի նշած 3833 թիվը, ապա այդ դեպքում էլ 582 զոհվածի անուն ազգանուն այդ կայքում դեռևս հրապարակված չէ։ Բայց հանրությունը, ժողովուրդը իրավունք ունի իմանալ զոհերի անուն ազգանունները։ Ի վերջո երբեք մեր բոլոր զոհերի անուն ազգանունները հրապարակելու եւ վերջ տակ այս շահարկումները։ Շնորհակալություն։ Ձեր առաջի հարցի վերաբերյալ մենք հենվում ենք իրավապահ մարմինների, այսինքն լիազորություն ունեցող մարմինների գնահատականի վրա։ Եվ ձեր նշած ժամանակահատվածում էլ իրավապահ համակարգը ազատ էր գնահատական տալու։ Այդ իմ հայտարարությանը իրավական գնահատական չի տրվել, հետեւաբար սրանով որևէ մեկնաբանություն անելու առիթը սպառված է։ Ինչ վերաբերվում է մեր նահատակների անվանական ցանկին, Զինապահ հիմնադրամը այնտեղն է, որտեղ հրապարակվում են այդ անունները։ Ուրիշ տարբերակ եւ ուրիշ մոդել չկա։ Եվ հետեւաբար զոհվածների անունները հրապարակված են։ Եթե Համեն դեպս գիտեք ինչ, ամեն մարմին պետք է մնա իր գործողությունների եւ լիազորությունների շրջանակում։ Մարմինը ստեղծված է, կառույցը ստեղծված է այդ գործառույթը, որպեսզի շահառուների ցանկը ներկայացնի։ Գիտեք, որ պատերազմի հետևանքով զոհվածները Զինծառայողների ապահովության հիմնադրամի շահառուներ են եւ հետեւաբար անունները պետք է հրապարակվեն եւ հրապարակված են այնտեղ։ Սրանով ես չեմ կարող մեկնաբանություն անել, որովհետև ես չեմ կարող հենվել ձեր բանավոր խոսքերի վրա։